Награжден архиепископ Езрас, глава российский... Պարոն Վարդանյան, երեք մենք տեսանք, որ Մոսկվայում Վլադիմիր Պուտինը անձամբ Նևսկու մեդալով պարգևատրեց կաթողիկոսի եղբորը Եզրաս Ներսիսյանին եւ գիտենք, որ օրեր շարունակ այս խոսակցությունը կար, վարչապետը երկու շաբաթ առաջ հայտարարում էր ազգային ժողովի անվանից, որ Եզրաս Ներսիսյանը KGB գործակալ է եւ այսպես շարունակ։ Հիմա սա ինչ ժեստ է եւ ինչպես սա հասկանալ, սա նաեւ քաղաքական մեսիջ է Հայաստանի իշխանություններին եւ սա ավելի շատ օգնելու միտում ունի, թե հակառակը խանգարելու միտում ունի, այսինքն սա օգնեց, թե խանգարեց գործընթացին եւ ինչ հետեւություններ կարելի անել։ Ես կարծում եմ, որ իհարկե սա մեսիջ է ուղղված իշխանություններին, Կրեմլը փորձում է ցույց տալ, որ այդ մարդը, այսպես ասենք, իրենց մարդն է։ Այսինքն եւ դրանով փորձում է հասկացնել, որ եթե դուք գործողություններ եք որոշակի իրականացնում եկեղեցու ղեկավարության նկատմամբ, նշանակում է մեր մարդկանց նկատմամբ եք գործողություն իրականացնում եւ վերջին հաշվով ստացվում է, որ մեր նկատմամբ եք գործողություններ իրականացնում, հա։ Այսինքն Կրեմլը փորձում է այսպես որոշակի սիգնալներ, հա, մեսիջներ ուղարկել Հայաստանի իշխանություններին, այդպես անուղղակի բնականաբար ձևով, որովհետև ուղղակիորեն նման բաները անհնարին է, հա, ասելը, ներկայացնելը եւ այստեղ ուղղակի կարող ենք հետեւյալը ասել, որ իհարկե ես կարծում եմ, որ նման ժեստերը, նման մեսիջները հակառակ էֆեկտ են թողնում եւ ավելի են ամրապնդում Հայաստանի հասարակության մի զգալի հատվածի մոտ ամրացված, ամրապնդված այն գաղափարը, որ եկեղեցու ղեկավարության կարկառուն մի շարք ներկայացուցիչներ ուղղակիորեն կապված են Կրեմլի հետ, որովհետև դե ակնհայտ է, հա, ինչու պետք է փաստորեն հենց այս պահին, երբ որ նման խոսույթներ կան Հայաստանում, նման իրավական նաև գործընթացներ կան Հայաստանում, որտեղ որ ներգրաված են եկեղեցու մի շարք բարձրաստիճան, այսպես ասած, հա, ներկայացուցիչներ, նման արարողություն անել, նման արարողակարգի շրջանակներում, ուրեմն այդպես նշել իրենց վերաբերմունքը, այսպես ասենք, հա, այդ ամբողջ գործընթացների վերաբերյալ եւ կարծում եմ, որ այս առումով բնականաբար ցանկացել են դրանով զգուշացնել Հայաստանին, որ Հայաստանը չանցնի ինչ-որ կարմիր գծեր, այսինքն փորձել են պաշտպանել այն մարդկանց հավանաբար, հա, որոնք Ռուսաստանի կողմից դիտարկվում են առնվազն որպես պրոռուսական մարդիկ, որոնք ունեն ռեսուրսներ, նրանք իրենց պատկերացմամբ նաև փաստացի ազդեցության գործակալներ են, հա։ Հիմա այստեղ խոսքը չի գնում այն մասին, սա լրիվ առանձին թեմա է, թե նրանք կապված են հատուկ ծառայությունների հետ, ռուսական թե ոչ, սա չէ հարցը։ Փաստը այն է, որ Ռուսաստանի իշխանությունները բնականաբար ռեսուրսներ տիրապետող մարդկանց, որոնք ունեն պրոռուսական կողմնորոշում, անկախ նրանից, իրենք օլիգարխներ են, բիզնեսմեններ են, կրոնական գործիչներ են, քաղաքական գործիչներ են, հասարակական գործիչներ են, չգիտեմ, արվեստի ներկայացուցիչներ եւ այլն, դիտարկում են որպես ազդեցության գործակալներ։ Եվ բնականաբար այս պարագայում նրանց նպատակը, մոտիվացիան իհարկե եղել է պաշտպանել սեփական, այսպես ազդեցության գործակալներին եւ ինչպես պաշտպանել, հա, այսինքն ինչպես ես նշեցի, մեսիջի իմաստը այն է, որ եթե դուք իրենց դեմ ինչ-որ գործողություններ եք անում, նշանակում է մեր դեմ եք գործողություններ անում եւ մենք չենք դա հանդուրժի։ Բայց սա նաեւ լուստրացիա է, ճիշտ եմ հասկանում։ Դե ըստ էության, այո, ինչպես նշեցի, սա կարող է եւ կարծում եմ, որ տվել է արդեն այդ հակառակ էֆեկտը եւ ավելի հասարակության ներսում կամրապնդվի, հա, այն գաղափարը, որ այո, այդ մարդիկ ինչ որ կապեր ունեն Կրեմլի հետ եւ այս ամեն ինչը կապ չունի հայաստանյան օրակարգի հետ, հա, եւ այլն եւ այլն։
Նաև ճիշտ եմ հասկանում, եթե դիվանագիտական լեզվից թարգմանենք, Պուտինը ըստ էության ասում է, որ Եզրաս Ներսիսյանը ճակերտավոր ասած իմ մարդն է եւ ես նրա թիկունքին եմ։ Այո, միանշանակ։ Եվ մի գործողությունների մի իրականացրեք իր նկատմամբ, որովհետեւ դրանով դուք փաստորեն գործողություն եք իրականացնում, հա, իմ նկատմամբ, այսպես ասած։ Սա է մեսիջը Պուտինի, ընդհանուր առմամբ Կրեմլի։ Այո, եւ նմանատիպ մեսիջներ շատ են եղել, անկեղծ ասած։ Դե բազմաթիվ օրինակ քաղաքական գործիչների հետ կապված, հա, ասենք, երբ որ եղել են ձերբակալություններ Հայաստանում, Այո, ես հիշում եմ Ռոբերտ Քոչարյանին, երբ որ ձերբակալեցին եւ կալանավորեցին, հա, որոշ ժամանակահատվածում, այդ ժամանակ էլ Ռուսաստանը շատ հստակ ուրեմն իր այդպես դիրքորոշումը հայտնեց դրական բնականաբար Քոչարյանի նկատմամբ եւ այսպես մտահոգությունները իր ներկայացրեց, որ այս ինչ է կանում, հա, չի կարելի։ Ինքը մեր մարդն է, այսպես ասենք, հա, այսինքն եւ դա ճնշում է եւ այլն եւ այլն։ Այսպիսով այս առումով կարծում եմ որևէ բան չի փոխվել, այսինքն սա արտառոց մի բան չէ Ռուսաստանի ներկայիս քաղաքականության տրամաբանության շրջանակներում, այսինքն ինքը մտնում է ամբողջությամբ այդ քաղաքականության տրամաբանության շրջանակներում, հակառակը կլիներ արտառոց, եթե իրենք որևէ կերպ չարձագանք էին, երբ որ նման ակցիաներ չանեին։ Պարոն Վարդանյան, նաև ասացիք, որ հաճախ նման ակցիաները եւ կամ ժեստերը տարբեր բառերով կարելի ասել, հակառակ էֆեկտ են ունենում, ավելի բացասաբար են կալվում մեր հանրության կողմից։ Հիմա գիտենք, որ օրակարգ կա նաև այդպես հասունացել է եւ իշխանություններն էլ տևական ժամանակ պահանջում են, որ կաթողիկոսը պիտի հեռանա, գիտեք, մի շարք պատճառաբանումներ են բերում այդ առումով։ Հիմա այս տեղի ունեցողի ֆոնին նաև այս գործընթացը ավելի է ուզում եմ հասկանալ ուր է տանելու այս գործընթացները, օգնելու է կաթողիկոսին, թե հակառակը, որովհետև մյուս կողմից էլ մենք տեսնում ենք, որ կաթողիկոսը չի պատրաստվում հեռանալ եւ ասում է, որ կամ առնվազն չի պատասխանում բոլոր այն մեղադրանքներին, որոնք կան։ Տեսեք, երկու այստեղ զուգահեռ ընթացող բան կարող է, հա, լինել։ Մեկը այն է, ինչի մասին արդեն խոսեցինք, այսինքն եթե հասարակության մի զգալի հատվածի մոտ ամրապնդվում է այն համոզմունքը, որ այն ինչը որ տեղի է ունենում, այսպես ասենք, հա, եկեղեցու ներսում, եկեղեցու ղեկավարության ներսում, իրականում կապ չունի հայաստանյան օրակարգի հետ եւ դա մեծամասամբ պայմանավորված է Կրեմլյան քաղաքականությամբ, հա, այսինքն սա աշխարհաքաղաքականության մասին է եւ ընդհանուր առմամբ սա ռեսուրսների մասին է նաեւ այս տիրույթում, հա, եւ գիտեք, այսինքն ռեսուրսների տիրապետման, այսինքն մի խումբ մարդիկ ուղղակի կապված լինելով բնականաբար աշխարհաքաղաքական ինչ-որ մի կենտրոնի հետ, փորձում են պահպանել իրենց ռեսուրսները, ընդհանրապես սրա մասին է խոսքը, եւ բնականաբար հավակնություններ են ցուցաբերում Հայաստանի Հանրապետությունում որոշումների կայացման գործընթացին առնվազն որոշակի գործընթացի վրա առնվազն որոշակի ազդեցություն ունենալու, իսկ իհարկե մաքսիմալ առումով նաև այնպես անելու, որպեսզի իրենք որոշումների կայացմանը, այսպես ասած, ամբողջական մոնոպոլ մասնակիցը դառնան։ Կաթողիկոսը նման հավակնություններում։ Տեսեք, բնականաբար խոսքը այստեղ միայն կաթողիկոսի մասին չէ, բնականաբար խոսքը այստեղ միայն եկեղեցու վերնախավի մասին չէ, խոսքը այստեղ մի բավականին մեծ շրջանակի մասին է, որտեղ կան եւ նախկին, այսպես ասած, Հայաստանի Հանրապետության նախկին ղեկավարները եւ իրենց այսպես ասած շրջապատները, որոշակի օլիգարխներ նախկին եւ այո, եկեղեցու նաեւ ղեկավարության մի շարք էլի ներկայացուցիչներ, այդ ամեն ինչում կան։ Եվ գիտեք ինչ, իրենք բնականաբար իրենց միացնում է ինչը, իրենք ունեն ընդհանուր շահեր։ Իրենց համար պրոռուսական կողմնորոշումը դա սեփական ազդեցությունը հասարակության վրա
ամրապնդելու, խորացնելու հնարավորությունն է եւ նաեւ իրենց ռեսուրսները, խոսքը եւ ֆինանսական ռեսուրսների մասին է եւ այլ ռեսուրսների մասին, նաեւ մարդկային ռեսուրսներին այստեղ վերաբերում, որովհետեւ շատ-շատերը այս կամ այն ձևով իրենցից որոշակի կախման մեջ են գտնվում, հա, եւ ինչ որտեղ նաեւ կարելի ասել էքսպլուատացիայի են ենթարկվում իրենց կողմից։ Այո, իրենք ուզում են այդ ռեսուրսները պահպանել եւ ընդհանուր առմամբ, այսինքն Կրեմլը դիտարկվում է նման ուժերի ուրեմն համար որպես փրկիչ մի օղակ, ինչ որ մի սուբյեկտ, որին իրենք կարող են անընդհատ այսպես դիմել, հղում անել եւ մենք տեսանք թե Արցախի կներեք պարոն Վարդանյան Արցախում ինչ տեղի ունեցավ եւ ռազմաքաղաքական ղեկավարության հետ ինչ տեղի ունեցավ։ Այո, շատ տեղին է այստեղ արծե, բայց գիտեք ինչ, դա նրանք դիտարկում են որպես ինչ որ հատվածային մի բան եւ փորձում են այնուամենայնիվ թեև հասկանում են, հա, որ այն ինչ որ տեղի է ունեցել բնականաբար իրենց շահերից չի բխել, այսինքն բոլորն էլ իմ խորին համոզմամբ, բոլոր պրոռուսական սուբյեկտները համոզված են, գիտեն, տեսել են, որ Ռուսաստանը վստահելի սուբյեկտ չէ, որ իրենք կարող են, այսպես ասած, ժողովրդական լեզվով ասած, հա, կցված լինել, հա, այսինքն, բայց միևնույն է, նրանք ուրիշ, ինչպես էլի ժողովրդական լեզվով ասած, ճար չունեն։ Միևնույն է, նրանք հույս ունեն, որ այս անգամ կարող է եւ Կրեմլը նրանց աջակցի, որ իրենց չի վերաբերի այդ Կրեմլի այն քաղաքականությունը, որը դիտարկվում է շատերի կողմից որպես, այսպես ասած, իր սեփական դաշնակիցներին վանող պարտականություններից, սեփական պարտականությունները դաշնակիցներից, այստեղ լայն առումով եմ ասում դաշնակիցներ, էլի, խոսքը քաղաքական զուտ դաշնակիցների մասին չէ, այո, այդ քաղաքական դաշնակիցներին, էլի ժողովրդական լեզվով ասած գցող այդ քաղաքականությունը իրենց չի վերաբերի, այս անգամ այլ քաղաքականություն կլինի, իրենց հույսը դա է, որովհետև իրենք այլ աղբյուր պաշտպանելու իրենց ազդեցությունը հասարակության վրա չունեն, որտեղից պետք է իրենք ստանան այդ ուժը, որտեղից պետք է ստանան այդ ռեսուրսները, որ պետությունից, որ սուբյեկտից, հա, եթե ակնհայտ իրենք տեսնում են, որ պետությունը այսպես գնալով առաջ է գնում դեպի խաղաղություն, առաջ է գնում դեպի եվրոինտեգրում, բնականաբար իշխանության նաև դիրքերը այս առումով ուժեղանում են հասարակության մեջ, եթե իշխանության դիրքերը նույնիսկ չուժեղանան, միևնույն է, ուժեղանում են այն հանրային տրամադրությունները, որ մեր ճանապարհը դեպի ժողովրդավարությունն է, դեպի Եվրոպան է, դեպի խաղաղությունն է եւ այլն, սա դառնում է ըստ էության անայլընտրանքային մի բան հասարակությունում, հա, այստեղ իսկապես կապ չունի, էլի, իշխանությունները ինչ վարկանիշ ունեն, աճում է վարկանիշը, իջնում է վարկանիշը, այստեղ շատ կարևոր է, որ այս դիսկուրսը, այս միտումը, այս հանրային պատկերացումները դառնում են գեր իշխող Հայաստանում, եւ դա նրանց անհանգստացնում է։ Եվ Պարոն Վարդանյան, ներողություն եմ խնդրում, եւ նաեւ սրանով է պայմանավորված, որ այս տևական ժամանակ է եղած այս պահանջին ականջալուր չէ կաթողիկոսը, անգամ խոսակցություններ կան, որ չի պատրաստվում հեռանալ, անգամ եթե իրավապահ համակարգը գնա։ Այսինքն Կրեմլից այդ աջակցություն ստանալու վստահությունն է, որ կաթողիկոսի։ Ես հենց դրան էի ուզում գալ, տեղին հարց տվեցիք, որտեղ որ ասացի երկու բան կա, երկրորդն էլ սա է, այսինքն մի կողմից փաստորեն, ինչպես արդեն նշեցի, հանրային տրամադրություններում ավելի, այսպես այդ համոզմունքը, որ սա արտաքին ինչ-որ հետք ունի, ամրապնդվում է, այս ամեն ինչը, հա, բայց մյուս կողմից էլ փաստորեն կաթողիկոս եւ այլ եկեղեցու բարձրաստիճան, այսպես ասած, հա, ներկայացուցիչներ եւ ոչ միայն եկեղեցու, այսինքն խոսքը էլի վերցնենք այդպես պրոռուսական ճամբարի ներսում, մարդիկ սկսում են մտածել, որ այս անգամ Ռուսաստանը իրենց չի լքի,
որ Կրեմլը այս անգամ կաջակցի, պատշաճ կերպով կաջակցի նրանց եւ իրենք պետք է որոշակի ակտիվություն ցուցաբերեն, որպեսզի նաեւ արժանանան այդ աջակցությանը։ Իհարկե նաեւ իրենց մեջ էլ կա որոշակի մրցակցություն, թե ով է լինելու այն սուբյեկտը, որը առաջինն է արժանանալու աջակցություն կամ ամենաշատն է աջակցությունը ստանալու։ Սա էլ կա։ Եվ սա իհարկե բերում է նրանց մոտ, կարծում եմ, ոչ այսպես adekvat իրականության ընկալումներ։ Այսինքն նրանք մտածում են, որ աջակցություն կստանան, մտածում են, որ դրա արդյունքում իրենց դիրքերը կուժեղանան, բայց իրականության մեջ հասարակությունում նրանց դիրքերը էլ ավելի են թուլանում։ Եվ ամեն դեպքում այս ամեն ինչը ինչպես պիտի հանգուցալուծվի, պարոն Վարդանյան։ Մի կողմից կա պահանջ, տեսնում ենք, որ երկու կիրակի արդեն վարչապետը մասնակցում է պատարակների, հաջորդ կիրակի լինելու է Թալինում արդեն եւ Մայրաթորում քննվում է Տեր-Թադեին կարգալույծ անելու հարցը եւ այսպես շարունակ։ Սա միջև ուր կարող է հասնել եւ հանգուցալուծումը որն է։ Տեսեք, մի քանի սցենարներ կարող են լինել։ Սցենարներից մեկը այն է, որ օրինակ ձևավորվի երկրորդ հասարակական կազմակերպություն հայաստանյաց առաքելական եկեղեցի անվանումով։ Այսինքն բոլոր այն հոգևորականները, անկախ նրանց աստիճանից, եթե դուրս գան այսօրվա եկեղեցու ղեկավարության, այսպես ասած, այդ խմբից, այդ իրենց կողմից առաջ տարվող դիսկուրսներից նաև նրանց ազդեցությունից եւ այլն, բնականաբար շատերը հասկանում ենք արդեն, որ այդ դեպքում կարգալույծ են արվելու, բայց նրանք բնականաբար չեն ընդունելու այդ ամենը եւ կարող են, ասենք, ստեղծել փաստորեն ալտերնատիվ հայաստանյաց եկեղեցի։ Մանավանդ եթե այդպիսի հոգևորականների քանակը գնալով շատանա։ Սա տարբերակներից մեկն է։ Չեմ կարծում, որ այսպես, չգիտեմ, հայ հասարակության համար լավագույն տարբերակը իհարկե կարող է լինել, բայց ես չեմ կարող բացառել նման տարբերակը։ Հա, եւ այն կաթողիկոսի շուրջ, այսպես ասած, համախմբված մարդիկ կպահպանեն իրենց, այսպես ասած, կազմակերպությունը, որը չի ճանաչվի այս մի կազմակերպության կողմից։ Երկրորդ տարբերակ եւ բնականաբար նաեւ տեսեք նաեւ հավատացյալների վերաբերմունքն էլ, չէ՞, պաստոր ինչ է լինել, այսինքն հավատացյալների մի մասը կմնա այնտեղ, մյուս մասը այս երկրորդ կազմակերպության երկրորդ եկեղեցու, այդպես կարելի ասել, հետևորդը կդառնան։ Այլ տարբերակ, երբ որ գնալով եւ հանրային ճնշումը կաթողիկոսի նկատմամբ կաճի եւ շատ հոգեվորականներ էլի, այսպես ասած, դուրս կգան նրա վերահսկողությունից, այսպես ասենք, այս պարագայում շատ հնարավոր է, որ եթե այդ գործընթացը շարունակական լինի եւ շատ մեծ մասշտաբներ ունենա, կաթողիկոսը վերջի վերջո հրաժարական տա եւ չգիտեմ ինչ տարբերակով արդեն լինեն նոր ընտրություններ կաթողիկոսի եւ ընդհանուր առմամբ այս դեպքում, այսինքն այդ եկեղեցու միասնականությունը կպահպանվի, որպես մեկ կազմակերպություն ինքը կշարունակի հանդես գալ, բայց արդեն լիովին վերափոխված։ Այսինքն ոչ միայն անձեր կփոխվեն, այլ նաև կարելի ասել ոգին կփոխվի, հա, եկեղեցու ինքը ավելի կդառնա այսպես պրոդեմոկրատական, պրոպետական, եթե կարելի է այդպես ասել, հա, այդպես։ Տարբերակներից նաև իհարկե մեկն էլ այն կարող է լինել, որ այնուամենայնիվ հակամարտությունը կսառեցվի, այսպես ասած, եւ մինչև ընտրություններ, այո, առնվազն, այսինքն այս իրավիճակը քիչ թե շատ նույն կերպով կմնա, կշարունակվի մնալ, բայց նաեւ այստեղ մի կարևոր բան էլ պետք է շեշտենք, սա իհարկե մենք կարող ենք ենթադրություն ունենալ, մենք հիմա բնականաբար ոչ մի փաստ չունենք նաեւ չենք կարող այսպես կանխագուշակել, բայց շատ հնարավոր է, որ հաշվի առնելով նաև մանավանդ այն
միջոցները, որոնց տիրապետում է այռաքելական եկեղեցին եւ բարձրաստիճան ուրեմն հոգեվորականները, հաշվի առնելով նրանց քաղաքական ներգրավվածությունը հայաստանյան քաղաքական, այսպես ասած, գործընթացներին, հաշվի առնելով նրանց խոսույթը հանդեպ այն հոգեվորականների, որոնք ուղղակիորեն օրինակ հակասահմանադրական կոչեր են արել եւ նաեւ ըստ էլի իրավապահների տեղեկության որոշակի այսպես հակասահմանադրական գործողություններ են նախապատրաստել եւ այլն, այս ամենը հաշվի առնելով մենք կարող ենք նաեւ ենթադրել, որ կարող է լինել նոր բացահայտումներ այս կամ այն հոգեվորականի կամ հոգեվորականների մասնակցությամբ, որտեղ Երևան հակաիրավական ինչ որ գործողության կոմպոնենտներ եւ դա կարող է բնականաբար հիմք ծառայել իրավապահ մարմինների համար գործեր հարուցելու եւ դա նույնպես կարող է արդեն իր հերթին նպաստել նրան, որ այդ դեռևս պահպանվող իշխանությունը, որը ունի այսօր կաթողիկոսը, ինքը դա էլ կորցնի, հա? Եվ բնականաբար դա էլի կհանգեցնի վերջի վերջո նրան, որ հրաժարական կլինի, նոր ընտրություններ կլինեն եւ ընդհանուր առմամբ էլի եկեղեցին կվերափոխվի։ Այսպիսի տարբերակներ կարող են լինել, թե որ տարբերակն է ավելի այսպես հավանական, այս պայմանությամբ դժվար է ասել, բայց մյուս կողմից կարող եմ մի բան հստակ ասել, որ հետդարձ ելակետի հնարավոր չէ։ Այսինքն անցյալ որոշակի կարմիր գծեր արդեն անցած են եւ այսինքն կամ կոնֆլիկտը շարունակվում է թեկուզ եւ սառեցված տարբերակով, ինչպես օրինակ միջպետական կոնֆլիկտներն են եղել երկար տարիներ, չէ, կոնֆլիկտը կա, բայց այսպես սառեցված հակամարտություն է եղել։ Այն նույն սկզբունքով դա կարող է լինել կամ կոնֆլիկտը պետք է լուծվի Իսկ լուծումը, եթե Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարական, այսպես ասած, դիսկուրսները, ժողովրդավարական ուժերը շարունակելու են մնալ իշխանության, այս պարագայում ակնհայտ է, որ եկեղեցին ուրեմն կամ մնալու է այդ հակամարտությունը, այսինքն այդ երկու տարբերակն եմ ես ասում, կամ հակամարտությունը սառեցվում է, կամ հակամարտությունը հանգուցալուծվում է եկեղեցու վերափոխմամբ, եկեղեցու դեմոկրատիզացիայով, եթե կուզեք այդ տերմինը կարծում եմ, որ ճիշտ է օգտագործելը։ Իդեպ այդ ճանապարհով շատ այլ եկեղեցիներ են անցել։ Ժամանակին կաթոլիկ եկեղեցին ավտորիտար համակարգերի պաշտպանն էր, նույնիսկ ֆաշիստական կարգերի պաշտպան էր, բայց երկրորդ համաշխարհային պատերազմից հետո եւ հատկապես 60-ականներից հետո այդ եկեղեցին ռեֆորմացիայի ենթարկվեց եւ փոխվեց մոտեցումը քաղաքականության նկատմամբ, հասարակական հարաբերությունների, ռեժիմների նկատմամբ եւ անցում կատարվեց դեպի դեմոկրատական ռեժիմների սատարում, այսպես ասենք, հա, եւ օրինակ կարող եմ ասել, որ Ավգուստո Պինոչետի դեմ պայքարող դեմոկրատական հանրությունը կաթոլիկ եկեղեցու, Չիլիում գործող կաթոլիկ եկեղեցու աջակցությունն էր վայելում։